Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ UNICEF-ը եւ Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Ես թույլ տալիս եմ, որ իմ տղան լաց լինի, երբ անհրաժեշտություն է լինում, երբ ինքը գտնում է, որ պետք է, քանի որ կարծում եմ, որ յուրաքանչյուր երեխա եւ մարդ պետք է եւ կարեւոր է, որ կարողանա արտահայտել իր զգացմունքները։ Երբ մենք երեխայի զգացմունքներին լուրջ չենք վերաբերվում կամ անտեսում ենք, երեխաների մոտ առաջանում է զգացմունքները խեղդելու, զսպելու սովորություն, որը բացասական է անդրադառնալու նրանց հոգեկան եւ ֆիզիկական առողջության վրա։ Աղջկաց հետ եմ շատ խոսում իմ հույզերի մասին, խոսում եմ երբ տխուր եմ լինում, նույնիսկ երբ հոգնած, երբ անհաջողություններ եմ ունենում, որպեսզի նա պատրաստ լինի ու նույնիսկ եթե ինքը առնչվի ինչ-որ անհաջողության հետ, նրան հեշտ լինի ու իմանա, որ նա մենակ չի, մաման նույն խնդիրները ունենում է։ Երբ երեխային բռնության խրախուսման ենք ենթարկում, նա սկսում է իր գործողությունները շարունակել եւ զարգացնել ագրեսիայով։ Եթե կարողանայիք հավաքել ճամպրուկ, որի մեջ կդնեիք այն ամենն, ինչ անհրաժեշտ կլինի ձեր զավակներին, ապագայում ինքնաբավ ու երջանիկ լինելու համար, ինչ կդնեիք այդ ճամպրուկի մեջ։ Միշտ ապեք պատասխանել, մի հարցել ունեմ։ Իսկ ինչ կասեք, եթե իմանաք, որ կա մի բան, առանց որի ձեր զավակներն ապագայում չեն իմանա, թե ինչ են զգում, ինչ են ուզում, ինչու են անում այս կամ այն բանը։ Չեն կարողանա կառավարել իրենց հույզերը, հատկապես լարված պահերին։ Կդժվարանան գտնել ուժ եւ մոտիվացիա շարժվելու առաջ, երբ դժվար է։ Չեն սովորի առողջ հարաբերություններ ստեղծել, շփվել, լսել, հասկանալ դիմացինին, ներել, աշխատել թիմով։ Ամենայն հավանականությամբ չեն կարողանա հանգստություն պահպանել բարդ իրավիճակներում, արագ կողմնորոշվել փոփոխվող իրականության մեջ եւ որոշումներ ընդունել, միաժամանակ լսելով թե սրտի, թե մտքի ձայնը։ Եթե իմանայիք, որ այդ ամենը կախված է մի բանից, կդնեիք դա նրա ճամպրուկի մեջ։ Այդ մեկ հատիկ բաղադրիչը էմոցիոնալ ինտելեկտն է։ Եվ այսօր մենք կփորձենք հասկանալ, ինչպես օգնել երեխային ունենալ զարգացած էմոցիոնալ ինտելեկտ։ Միացեք ծնողական ժողովին։ Բարև ձեզ, հարգելի ծնողներ, շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը եւ ուրախ եմ, որ միասին պետք է կայացնենք այսօրվա ծնողական ժողովը։ Այսօր առաջարկվող թեման վերլուծելու համար պետք է, կարծում եմ, նախ նայենք ինքներս մեզ։ Մեր ծնողները մեզ փորձել են դաստիարակել ասելով, որ օրինակ տղա ես էմոցիաները ցույց մի տուր, մեծ աղջիկ ես, պետք է կարողանաս քեզ կառավարել։ Մենք դաստիարակված լինելով նման դրամաբանության մեջ, ինչպես ենք այսօր որպես մեծահասակ գործ ունենում մեր ապրումների հետ։ Իմ ընտանիքում ավելի շատ մայրիկս է փորձել մոտենալ, հարցեր տալ, հայրիկս միշտ եղել է ինքնամփոփ, ես հիմա իմ ընտանեկան մոդելում հայրիկին շատ եմ ներգրավում եւ նույնիսկ մենք համագործակցում ենք, որ այսա քո բաժինն է, սա իմ բաժինն է։ Այստեղ դու ես ավելի արդյունավետ, այստեղ ես ասում եմ, որ հիմա տղական թեմա է կամ չգիտեմ, քո դու ավելի լավ ես համոզում, լավ կլինի, որ այս բաժինը դու վերցնես։ Այն մյուս հարցում ես եմ ավելի լավ, ես կխոսեմ եւ այդպես մենք համագործակցում ենք, որպեսզի նա արտահայտվի, ճանաչի իր հույզերը, փորձի կառավարել, լսելու միջոցով օգնում ենք մենք երեխաներին։ Շատ հետաքրքիր հարց է։ Եթե վերցնենք մեր ծնողները եւ իրենց հույզերը, շատ ավելի տարբեր էին։ Չէին լացում կամ մեզ էլ թույլ չէին տալիս, որ լացեինք, այսինքն լինենք ավելի զուսպ, էմոցիա ցույց չտայինք ու շատ հաճախ չարտահայտեինք, թե իսկապես ինչ ենք զգում։ Մեր շրջանում շատ ավելի տարբեր է։ Ես օրինակ բերեմ աղջիկս փոքր էր, երբ որ սկսում էր լացել, հեկեկալով լացում էր։ Ասում եմ, հանգստացի, ինչի՞ ես այդքան հեկեկալով լացնում, ասում եմ, բայց պիտի լացեմ, որ հանգստանամ։ Նույն էմոցիաների եւ հույզերի առումով ճիշտ է լսել, հասկանալ դիմացինին ու փորձել այն ապրումները, որ ինքը ունի, բացատրել ինքը ինչ ազգում դրանից։ Երեխային լսելու մասին եմ ուզում ձեզ հարցնել։ Ենթադրենք երեխան գալիս է իր էմոցիաներով, օրինակ վախեցած է, տագնապած է, գալիս է ու փորձում է կիսվել, բայց ինչ որ
տեղ կարող է չգտնել նաև եղանակը, ճանապարհը։ Նախ ինչպիսին է ձեր արձագանքը երեխայի էմոցիաներին եւ արդյոք ունեք մեթոդներ օգնելու նրան իր էմոցիաները հասկանալու, ճանաչելու եւ արտահայտելու։ Նայած ինչի հետ կապված վախեր, հիմնականում վախերը լինում են իր մոտ տենց ինչ որ ֆիլմ ա նայել կամ չէ, մուլտֆիլմ ավելի շատ մուլտֆիլմ ա նայել ու դրա ազդեցության տակ կարող է գիշերը արթնանալ, լացել եւ այլն, բայց քանի որ տանը բոլորը նկարիչներ են հիմնականում, ես իրեն այդ ամեն ինչը բացատրում եմ, ասում եմ, սա հորինված է, իրանք նկարել են, այսինքն ամեն վախին ես տալիս եմ բացատրություն, չեմ ուզում որ ինքը չվախենա, այսինքն հերքի արվեստի միջոցով ինքը շատ է նկարում, դա շատ է օգնում, ինքը շատ է նկարում, դա շատ է օգնում, այսինքն բացատրելով իր վախերի մասին, որ ինքը ավելի ուժեղ է, քան այդ վախը։ Իհարկե ես միշտ կողմնակից եմ, որ երեխաները արտահայտվեն, երբ գալիս են եւ զգում եմ ասելիք ունեն, փորձում եմ հասկանալ, եթե շատ տխուր չի, դրդում եմ նրան, որ կիսվեն, իսկ եթե շատ տխուր է, փորձում եմ գրկել եւ հիմնականում աղջկաս հետ այդպես է, որ տեսնում եմ շատ տխուր է, գրկում եմ, ինքը հուզվում է, լացում է եւ ինքնըստինքյան պատմում է ինչ է տեղի ունեցել։ Կամ եթե ոչ այդպես, ապա փորձում եմ անվանել, ես տեսնում եմ, որ դու տխուր ես, կարող եմ իմանալ ինչու ես տխուր, կամ միգուցե դու վախեցել ես, ինչու՞ց ես դու վախեցել, կպատմես, կկիսվես ու այդպես գնում է արդեն խոսակցությունը, միշտ աջակցում եմ, որ պատմեն, խոսեն, կիսվեն։ Հիմա երևի մտածում եք, ինչ բարդ բան կա սեփական զգացմունքները ճանաչելու մեջ։ Իրականում բարդ չէ, եթե չխանգարենք։ Իսկ խանգարում ենք հաճախ արտառոց ձևով, փոխում ենք զգացմունքի անունը։ Թե ինչպես է դա աշխատում, հիմա կտեսնեք։ Ինչ բառով ենք սովորաբար բնութագրում տղաներին, որոնք լաց են լինում, երբ ցավ են զգում, երբ նեղացած են կամ վախենում են որևէ բան անելուց։ Տզան, լացկան, Ղզիկ, աղջիկ, լացկան, նվնվան, ինչ որ sense պիտակներ ենք տալիս, որ հաստատ չարժի։ Ղզիկ։ Մամայի բալը։ Տղաներին բնորոշ ասում են տատիկները հատկապես ղզիկ, վախկոտ, Լացկան, թույլ, ղզիկ, աղջիկ։ Մենք հիմնականում այդպեսի դեպքում ասում ենք հոդու ղզիկ չես կամ հոդու աղջիկ չես։ Ինչ բառով ենք սովորաբար սաստում երեխային, որը հանրային վայրում շատ վառ է արտահայտում իր ուրախությունը, կամ մեկի փոխարեն մի քանի կոնֆետ է վերցնում, երբ հյուրասիրում են։ Նայվածքով առաջին հերթին, մեծամասնությունը հետո ասում են, Ինչ ենք ասում։ ասում ենք դե չի կարելի, այդքան չէ գոնե մեկը վերցրու։ ամոթ է, հանգիստ, չի կարելի։ Ասում ենք ամոթ է։ Զուս պահի քեզ։ Ոչ չտես չես։ Քեզ տեսած պահիշ։ Ասում ենք չի կարելի ազդրճան։ Հայաստանում ասում են կամած, բայց պետքա թողենք երեխան էմոցիան էլ արտահայտի։ Ինչպես ենք սովորաբար անվանում երեխաներին, որոնք չեն համարձակվում ջուրը մտնել, սիրել շանը կամ գատվին, մենակ մնալ մութ սենյակում։ Վախկոտ։ Վախկոտ, Վախկոտ ենք անվանում։ Վախկոտ։ Վախկոտ։ վախկոտ երևի։ Վախկոտ։ Վախկոտ։ Վախկոտ եմ ես հիշում, դա ես ինքս ասել եմ։ Դու վախկոտ չես։ Ղզիկ հանգստացնելու եւ տխրության պատճառը հասկանալու փոխարեն։ Ամոթ է երեխայի ցանկությանը ականջարուր լինելու փոխարեն։ Վախկոտ երեխային ապահովության զգացում նվիրելու փոխարեն։ Ինչու ենք այսքան համառորեն խուսափում հույզերի իսկական անունները տալուց եւ ինչու չի կարելի անել այդպես։ Կօգնի հասկանալ հոգեբան Լուսինե Աղաբեկյանը։ Բարև ձեզ Լուսինե։ Ողջույն։ Նկարագրածս իրավիճակները կարծում եմ ծանոթ են բոլորին եւ համատարած են։ Ինչու ենք խուսափում կամ ինչու չենք կարողանում կոչել հույզերն իրենց անուններով եւ համարժեք պատասխան տալ հույզերին։ Այն երևույթները, որոնք թվարկեցիք, արտահայտությունների օրինակները կարող ենք անվանել, որ զգացմունքների մերժման օրինակներ են, եւ երևի թե մենք որպես հասարակություն ավելի շատ սովոր ենք գնալ հենց զգացմունքները մերժելու ճանապարհով, ոչ միայն երեխաների հետ, այլև իրար հետ շփման մեջ էլ։ Երբ որ մենք տեսնում ենք մեր ընկերը տխուր է, մենք միանգամից իրեն ասում ենք՝ մի տխրի, արի այսինչ բան անենք, մի ջղայնացի, լավ անցած լինի, այսինքն մենք անմիջապես փորձում ենք իրեն հանել այդ վիճակից։ Հաճախ հատկապես բացասական համարվող հույզերի դեպքում, տխրության, բարկության, հիասթափության դեպքում մեզ շատ դժվար է որպես զրուցակից, հատկապես որպես ծնող, մնալ այդ հույզի հետ։ Մեզ ավելի հեշտ է, որ մեր դիմացինը հատկապես, եթե մեր երեխան է ու մենք շատ ենք սիրում, լինի կայուն հուզական վիճակում։ Դա տեղի է ունենում նաև այն պատճառով, որ ինչպես նախորդիվ դուք խոսում եք, մենք չունենք այդ կրթությունը, չունենք այդ գիտելիքը եւ հմտությունը հույզերի հետ գործ ունենալու։ Դրա համար մեզ ավելի հեշտ է
մի անգամից փորձել հանել այդ հուզական վիճակից, բայց այստեղ իհարկե ծուղակ կա, որովհետև դա չի աշխատում, որովհետև մերժման արդյունքում զգացմունքը երբեք չի վերանում երեխայի մոտ, պարզապես երեխան զգացմունքի հետ մենակ է մնում եւ բնականաբար ոչ միշտ է կարողանում դա հաղթահարել։ Ինչպես կարող ենք մենք օգնել ու սովորեցնել երեխային, որ իր հույզերի հետ լինի հաշտ, կարողանա համապատասխան գործել ու նաև անվանել դրանք։ Երևի թե այստեղ իսկապես առաջին կետը հենց ընդունելն է, որովհետև ի հակադրություն մեր ծնողների խոսքի, պրակտիկայում շատ ենք տեսնում, որ ծնողների համար շատ բարդ է հասկանալ, ինչպես կարող է իմ մեծ երեխան խանդել փոքրին, ախր ինչու այդպես պետք է լինի, ինչպես կարելի է վախենալ սարդից, չէ՞ որ սարդը փոքր է։ Այսինքն առաջին հերթին այդ ապրումակցման պակասը թույլ չի տալիս, որ հասկանանք, որ երեխան լրիվ ուրիշ ձև կարող է զգալ։ Հաճախ մենք պատկերացնում ենք, որ ինքը մեր պես պետք է զգա։ Մեր նման հույզեր պետք է ունենա։ Հետևաբար առաջինը այստեղ իսկապես այն է, որ մենք կարողանանք մեզ դնենք երեխայի դրության մեջ, կարծես մենք պատկերացնենք մեզ իր մաշկի մեջ եւ այդ ապրումակցման միջոցով նախ սկզբում հասկանանք ինչ է ինքը զգում, ընդ որում կարող ենք նաեւ սխալվել։ Այստեղ օրինակ հա բավականին վստահ ենք խոսում, որ մենք միշտ գիտենք ինչ է երեխան զգում, բայց դա այդպես չէ եւ երբեմն մենք կարիք ունենք իրեն հարցնելու։ Ջղայնացած ես, տխուր ես, ու գուցե ինքը մեզ կասի, չէ, տխուր չեմ, այլ շատ բարկացած եմ։ Հա, այսինքն այստեղ մեզ ավելի ոչ թե կարևոր է գուշակել ճիշտ հույզը, այլ իրեն տալ հնարավորություն տեսնելու, որ ծնողս պատրաստ է լսել ու պատրաստ է տեսնել, թե ինչ եմ ես զգում։ Այսինքն հասկանալ ինչ է զգում, դրա մասին խոսելու հնարավորություն տալ, անվանել, ընդ որում այդ անվանելը կարող է, ինչպես ասեցի, նաև հարցական հնչերանգով լինել եւ մի պահ սպասել, չշտապել առաջարկել հաղթահարման ինչ-որ ռազմավարություն, որովհետև եթե մենք այսքանը անում ենք, ապրումակցում ենք, անուն ենք տալիս, լսում ենք, հաճախ երեխան արդեն ինքը կողքից բերում է նաև ինչ-որ լուծում, օրինակ կգնամ ու այսպես կանեմ։ Եթե երեխան չի բերում այդ լուծումը, նոր մենք կարող ենք իրեն մի քիչ ուղղորդել։ Հիմա ուզում եմ հրավիրել ձեզ տաղավարային հատված, որտեղ մեզ սպասում են ծնողները, որպեսզի միասին խոսենք հույզերի արտահայտման ձևերի մասին։ Սիրով։ Համեցեք։ Մինչև զգացմունքների արտահայտման ձևերի մասին խոսելը դիտարկենք հետևյալ դիսոնանսը։ Հաստատ նկատել եք, որ հաճախ երբ թեկուզ բնազդաբար թույլ չենք տալիս երեխային հասկանալ, թե ինչ է զգում տվյալ պահին, միանգամից անում ենք նաև մեր հաջորդ քայլը, թելադրում ենք վարքագիծ։ Ամենատարածված օրինակներից մեկը բերեմ։ Երեխայի տարեդարձի խնջույքն է։ Եկել են հյուրեր ու հանկարծ պարզվում է, որ հոբելյարը տխրել է, հուզված է, լաց է լինում։ Ինչպես են շատ ծնողներ արձագանքում։ Ամոթ է, քո ծնունդն է, իսկ դու լացում ես։ Լռեցրինք հույզը, վեր կաց, խաղա, պարիր։ Քո համար են եկել մարդիկ։ Թելադրեցինք ինչ անել։ Ինչ ստացվեց, զգում է մի բան, չգիտի ինչ, անում է մի բան, որովհետև պարտավոր է։ Ուր է տանում այս ճանապարհը, եթե նման տեսարաններն ընտանիքում սովորական են ու հաճախ կրկնվող։ Սիրելի ծնողներ, հիմա խաղ ենք խաղալու։ Պետք է խնդրեմ, որ վերցնեք թղթակալներն ու գրիչները, որովհետև գրելու բան կա։ Ես ընթերցելու եմ հարցեր եւ խնդրելու եմ պատասխանները ձևակերպել գրավոր, հետո կընթերցենք ու կմեկնաբանենք։ Բացի բառերից, ել ինչ միջոցներով երեխան կարող է արտահայտել իր հույզերը։ Նշեք 3 տարբերակ։ Շրջենք, ընթերցենք եւ անդրադառնանք։ Նկարելով, պարելով, խաղերով, լացելով, առանձնանալով բոլորից, բղավելով, նկարչություն, պար, արշավ, շատ լավ, նկարել, խաղալ, ոչ վերբալ ազդակ։ Կարծում եմ պետք է անդրադառնալ հենց նկարելու հանգամանքին, որովհետև բոլոր ծնողների մոտ գրեթե կա այս պատասխանը։ Հիմա մենք մի փոքր կարծես տեղեկատվություն շատ ունենք եւ օրինակ սև եւ դարչնագույն գույնի գերակայությունը նկարի մեջ արդեն մեզ համար պատճառ են հոգեբանի մոտ վազելու։ Ինչ կարող ենք հասկանալ երեխայի նկարից եւ արդյոք սա լավագույն ձևերից մեկը չէ էմոցիաները արտահայտելու։ Եթե մի քիչ հեռվից գանք, հույզերը կառուցողական եւ ոչ կառուցողական ձևերով կարող ենք արտահայտել։ Կառուցողական են բոլոր այն ձևերը, որոնք չեն վնասում երեխային, շրջապատող գույքը եւ այլ մարդկանց։ Եվ կարծես մեծ մասը հենց այդպիսի ձևեր էին գրել։ Այդ ձևերից է օրինակ խոսելը, նկատի ունեմ, հա, պատմելը, գրելը կարող է լինել, իհարկե կարող է լինել նկարելը եւ ցանկացած ստեղծագործական
աշխատանք երգել, պարել, խաղալ, այսինքն այն ձևերը, որոնք որ երեխային ավելի մոտ են, ֆիզիկական ակտիվությունը, ինչու ոչ սպորտը, հա, այստեղ պարզապես կարևոր է երեխային մի փոքր ուղղորդել, որ դրանք վնասակար չլինեն, օրինակ երբ որ ինքը բղավում է, ինչ որ բան ջարդում է, հարվածում է ինչ որ մեկին, իրեն է ցավացնում մյուսներին, սրանք այն ձևերն են, որ մենք պիտի մի քիչ ուղղորդենք եւ ուղղորդենք ոչ թե հույզը արգելել զգալու ձևով, այլ հույզի արտահայտման ձևը վերափոխելով, այնպես որ նկարելը իհարկե իրոք կարող է լրիվ ընդունելի տարբերակ լինել եւ ասեմ, որ այստեղ գույները իրականում այդքան էական չեն, որովհետեւ մենք հոգեբաններս նկարի մեջ ավելի շատ ուշադրություն ենք դարձնում այն անհատական իմաստներին, որոնք երեխան ներդնում է այդ դետալի կամ այդ գույնի մեջ եւ մեկի համար սևը կարող է լինել մռայլ գույն, իսկ ինչ որ մի երեխայի համար դա կարող է լինել իր սիրելի ու իր լավ տրամադրությունը արտահայտող գույնը։ Երկու տարբերակ կա, որ ինձ համար ոչ ստանդարտ են։ Զարան ասում է, որ արշավ գնալը էմոցիաներ արտահայտելու ձևերից մեկն է, Վարուժանն էլ ոչ վերբալ ազդակների մասին կխոսի, կարծում եմ։ Ինչպես նշեցի, ֆիզիկական ակտիվությունը եւս կարող է լինել եւ այստեղ արշավները կարծում եմ նաեւ այդ ֆիզիկական ակտիվության բաղադրիչ ունեն, որովհետեւ տարբեր հույզերի ժամանակ մեր ներսում կարծես էներգիա է կուտակվում եւ ֆիզիկական ակտիվությունը այդ էներգիան արտահայտելու շատ լավ, շատ կառուցողական ձև է, իսկ արշավի դեպքում գումարվում է նաեւ բնության գրկում լինելու մասը, երբեմն մենակ մնալու մասը, իսկ որոշ երեխաների դեպքում հակառակը շփվելու եւ ընկերների հետ ժամանակ անցկացնելու մասը, որը նույնպես ի դեպ շատ կարող է օգնել հույզերի արտահայտմանը, այնպես որ կարծում եմ հրաշալի տարբերակ է, եթե երեխան դա սիրում է եւ նախընտրում է այդ ձևը։ Շատ լավ։ Ինչ նկատի ունեիք ոչ վերբալ ասելով եւ Լուսինեն էլ կարձագանքի։ Ոչ վերբալ ազդակներ դիտարկելով երեխայի հայացքը, կեցվածքը, միմիկան, ժեստիկուլացիան, իր ձայնի տոնայնությունը, իր հարաբերությունները եւ ընդհանուր արտաքին ու մարմնի դրսևորումը։ Եթե խոսում ենք մարմնական դրսևորումների մասին, այստեղ մի բան էլ ավելացնենք, հաճախ երեխան ունենալով որոշակի հույզեր, ապրումներ, օրինակ, կարող է ջերմել, կարող է ունենալ այլ մարմնական դրսևորումներ, եւ սա կարելի է գումարել երևի այս բլոկին։ Այո, իրականում բոլոր հույզերը անմիջապես ոչ խոսքային, ինչպես ան նշեց, ոչ վերբալ ազդակների միջոցով արտահայտվում են։ Առաջին հերթին հույզերը դիմախաղի միջոցով են արտահայտվում ու հենց այդ դիմախաղի միջոցով է, որ մենք հասկանում ենք ինքը ինչ է զգում։ Դրան իհարկե գումարվում է մարմնի լեզուն, ժեստերը, ձայնի հնչերանգը եւ այլն։ Սրանք կարծես եւ մեզ համար են կարեւոր, որ մենք հասկանանք երեխան ինչ է զգում եւ որ երեխային սովորեցնենք դրա միջոցով տարբերակել մյուս մարդկանց հույզերը, որովհետև հուզական ինտելեկտը միայն սեփական հույզերը ճանաչելու եւ կառավարելու մասին չէ, դրա մյուս շատ կարեւոր բաղադրիչը դիմացինի հույզերը հասկանալու եւ դրան քո վարքը համապատասխանեցնելու մասին է եւ այստեղ է որ ոչ խոսքային ազդակները նաեւ շատ մեծ դեր են խաղալու, որ երեխան կարողանա հասկանալ դիմացինը ինչ է զգում եւ դրան համապատասխան արձագանք տա եւ գալով նաեւ ֆիզիկական սիմպտոմներին, եթե երեխան չի գտնում հույզերի արտահայտման կառուցողական ձև, չի կարող դրա մասին խոսել, ստեղծագործել, շարժվել եւ այլն, հաճախ այո, դա ցավոք սրտի կարող է արդեն վերածվել ինչ որ ֆիզիկական, հա, ախտանշանների, տարբեր ցավերի, որոնք հոգեցին բնույթ ունեն, այսինքն ինչ որ ֆիզիկական պատճառ չունեն, հաճախ հիվանդանա, իմունիտետի հետ խնդիրներ ունենա, սրանք իհարկե ավելի ծայրահեղ դեպքեր են, բայց իհարկե կարող են լինել եւ պիտի ուշադիր դրան լինենք, որ եթե նման դրսևորումներ ունենք առանց պատճառի ցավ, հաճախ հիվանդանալ, նաեւ հուզական ոլորտին ուշադիր լինենք։ Հարցը հետեւյալն է. Եթե երեխան կոնֆլիկտի մեջ է իր հասակակցի հետ, ինչ չի կարելի ասել։ Նանե, խնդրեմ ձեր տարբերակներով սկսենք։ Ես կարծում եմ, որ նախ չպետք է ասենք չես ամաչում, որովհետև ամոթով մենք նրան պարփակում ենք եւ արդեն ինքը չի խոսելու, չի ասելու այն ինչ որ իրականում զգացել է կամ այդ պահին զգում է։ Լավ ես արել, որ վիրավորել ես, չի կարելի լացել։ Հա, ես մի քիչ դժվարացա մի բան եմ ընդհանրապես գրել, տրամադրել կոնֆլիկտի հենց տրամադրել ընկերոջ հանդեպ, ես կարծում եմ, որ պետք չի տրամադրել ընկերոջ հանդեպ, այսինքն ավելի շատ դիտորդի կարգավիճակով լինել ու բացատրել, փորձել որպես մամա չբացատրել այդ ամեն ինչը, այլ ավելի ընկերական։ Չի կարելի ասել լավ արեցիր, ավելի ուժեղ հարված էիր, այլ ընկերություն չանես իր հետ, դե չգիտենք ինչ թեմա է, չգիտենք ինչ պատճառներ են, որտեղ են ապրում, հիմա մայրիկին կզանգեմ,
Եվ գնալ դպրոց։ Իհարկե կոնֆլիկտի բնույթը չգիտեմ, մոտավորապես հասկանում եմ, եթե թեթև կոնֆլիկտ է, պետք է երեխաները իրար մեջ լուծեն։ Չներգրավել մեծահասակներով կոնֆլիկտի մեջ, Վարուժան։ Ընդհանուր առմամբ չխրախուսել բռնությունը, օգտագործել փափուկ հմտություններ։ Ուզում եմ նաև մեկ այլ տեսակետից ասել, եթե պիտի բղավես, բղավի։ Եթե պիտի գոռաս ու վազես, վազի, գոռա, ու եթե պիտի խփես, խփի։ Ընդհանուր առմամբ, հա, ինքը կհասկանա, որ ավելորդ խփել, վնասել, կյանքին վնաս պատճառել չլինի, բայց առաջինը իր ինքնապաշտպանության համար նաև իհարկե պիտի գոռայել, պիտի պաշտպանվիել, նա զուգ չի ասելու, ինձ մի խփեք խնդրում եմ, որովհետև ես լավն եմ կամ ինչ եք զգում ինձ խփելուց, նկարագրեք նոր խփեք։ Շատ լավ։ Լուսինե, կարծում եմ այստեղ մեկնաբանության կարիք շատ ունենք։ Այո, իրականում երևի թե ինչ չանելների մեջ գլոբալ եթե փորձեմ ընդհանրացնել, կարծես չգնահատել, այսինքն անմիջապես ինչ որ գնահատական չտալ, լավ ես արել, վատ ես արել, ճիշտ էր, սխալ էր, չքննադատել, հա, օրինակ, էլի դու ընկար, չգիտեմ, վեճի մեջ եւ այլն, այլ նորից պիտի կրկնվեմ, այլ սկզբում լսել, որովհետեւ ինչպես Զարան նշեց, մենք դեռ չգիտենք ինչ է տեղի ունեցել եւ առաջինը ինչ պետք է անենք, նախ փորձենք ուղակի լսենք, որպեսզի հասկանանք թե ինչ է տեղի ունեցել ու ըստ դրա արդեն նաեւ կարողանանք արձագանքենք ու արձագանքենք նաեւ օգտագործելով իր տարբեր հմտությունները։ Եթե մենք կլսենք ու կտեսնենք, որ իրեն հարվածել են, այո, երևի թե մենք ոնց որ թե հասկանում ենք, որ որպես ինքնապաշտպանություն ինքն էլ հարվածել է, դա լրիվ այլ արձագանք է ծնողից ենթադրում, քան եթե մենք լսում ենք ու տեսնում ենք, որ օրինակ ինքն է առաջինը հարձակվել, ինքն է հրահրել, հա, մենք տեսնում ենք, որ օրինակ ինքն է առաջինը խփել ու այստեղ արդեն մեր արձագանքը պետք է ուղղված լինի նրան, որ մենք իրեն օգնենք տեսնել ուրիշ ինչպես կարող է իր։ Դրա համար երևի թե իսկապես զերծ մնանք սկզբում միանգամից, հա, ինչ որ պիտակներ տալուց ու քննադատելուց ամենակարևորը երեխային, այլ փորձենք լսենք, հասկանանք եւ ըստ իրավիճակի արդեն այդ լսելուց ու հասկանալուց հետո մենք վստահ կիմանանք, թե սրանցից որը արժի անել։ Շատ լավ, եւ հիմա դրական հույզերի մասին ենք խոսելու։ Պետք է խնդրեմ, որ գրեք բառեր եւ արտահայտություններ, որոնք չպետք է ասել ուրախություն, հպարտություն, բավարարվածության զգացում ունեցող երեխային։ Արուժան։ Ինչպես բան է սարք, որ ուրախացել է։ Շատ լավ, Զարա։ Ես համեմատել, օրինակ խորհուրդ չէի տա, որ ծնողները համեմատեն, տես, օրինակ քո տարիքի երեխաները ավելի լուրջ նվաճումների են հասել, քան դու։ Շատ լավ, Եվա։ Համարը նույնը, հերոսություն չես արել, հերոս չես։ Լավ, պատկերացնենք իրավիճակ, որ երեխան ուրախությունից գոռում է, բղավում է ու ասում ենք հասկացա, բայց ինչու ես գոռում։ Եվ երկրորդը պետք չէ արժեզրկել երեխայի ուրախությունը։ Բոլոր ձևակերպումներն էլ հենց արժեզրկման մասին էին, ինչ չասել եւ ինչու։ Ցավոք սրտի մեզ մոտ մի փոքր կա ծնողների մոտ այդ խուսափումը դրական հույզը շատ խրախուսելուց, կարծես ինչ որ վախեր այդտեղ նաև կան, որ երեխան շատ գոռոզ կդառնա, շատ ինքնահավան կլինի, չափազանց շատ կկենտրոնանա միայն հաջողությունների վրա ու կձախողի։ Դրա համար երևի թե պիտի նայենք այս վախերի աչքերին, հասկանանք, որ դրանք այդքան էլ հիմնավոր չեն, որովհետև ինչպես տարբեր գույներ կան գունապնակում, վառ գույներ, բաց գույներ, մուգ գույներ, հա, էլ տարբեր հույզեր կան, այս բոլոր արտահայտությունների մեջ կա գնահատական, որ դու ճիշտ ես զգում կամ սխալ ես զգում։ Երևի թե այստեղ գլխավոր սկզբունքը նա է, որ մենք հիշենք, որ ճիշտ ու սխալ հույզեր չեն լինում, երբեք չեն կարող ասել, այ հիմա ճիշտ է զգալ ուրախություն, իսկ հիմա ճիշտ է զգալ բարկություն։ Կա ուղղակի այն, ինչ զգում է երեխան, եւ ծնողի դերն է դա նկատել, բարձրաձայնել, ընդունել ու իր հետ կիսել, որովհետեւ երբ մենք այսպես ասած բացասական հույզն ենք կիսում, այն պակասում է, ինչը լավ է, երբ դրական հույզն ենք կիսում, այն ավելանում է, ինչը էլ ավելի լավ է, որովհետև մենք արդեն ընտանիքով ենք դա տոնում։ Լուսինե, շնորհակալ եմ շատ, որ այսօր մեր տաղավարում էիք։ Ձեզ նույնպես շատ շնորհակալություն։ Էմոցիոնալ ինտելեկտի կարևորագույն դրսևորումներից մեկը ապրումակցումն է։ Դժվարության, կարիքի մեջ գտնվող մարդկանց խնդիրների նկատմամբ անտարբեր չլինելու փաստը, օգնելու ցանկությունը։ Հաստատ տեսել եք համացանցում տարածված տեսանյութեր, որոնք պատկերում են կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի տեսարաններ։
Ցավոք այդ հոլովակներում հաճախ կարող ենք տեսնել, թե ինչպես են մեծահասակները բռնություն գործադրում երեխաների ներկայությամբ կամ քաջալերում են, որ երեխաներն էլ լինեն համարձակ ու անեն նույնը։ Բայց այս աշխարհը դեռ կանգուն է ոչ թե այդ, այլ մյուս բանակի պատկանող մարդկանց շնորհիվ։ Նրանք ստեղծում են բարիք ու ոգեշնչում են երեխաներին անել նույնը։ Տարիքով, խառնվածքով եւ հետաքրքրություններով տարբեր այս մարդկանց միավորում է աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնելու ցանկությունը, որն իրագործելու համար գտնում են ուժ, ժամանակ եւ միջոց։ Նրանցից մեկը 13-ամյա Վիլյամն է։ Սերը կենդանիների հանդեպ նրան փոխանցել է մայրիկը, որը երկար տարիներ է ինչ փրկում եւ խնամում է անտուն կենդանիների։ Վիլյամն ըստ էության անում է նույնը, բայց ավելի ժամանակակից մոտեցմամբ։ Գտնում է անտուն կատուների, պատրաստում է կարճ տեսանյութեր փոքրիկ չորկոտանիների մասին եւ տեղադրում է Instagram-ում։ Այդպես նա գտնում է մարդկանց, որոնք որդեգրում եւ ընտանիք են նվիրում փողոցում հայտնված կենդանիներին։ Բայց ես իմ սիրելի հետևորդն եմ։ Կենդանիներ փրկելուց ես ինձ տենց հերոս չեմ զգում։ Ես մենակ մտածում եմ նրա մասին, որ այդ կենդանիները լավ ապրեն եւ վատ կյանք չունենան իրանք։ Ոնց որ երեխեն ծնվելուց հետո պետք է իրան լավ մանկություն տալ, որ երեխական տրավմա չունենա։ Նույնն է կենդանիները պետք է իրանց լավ պահել, որ տրավմա չունենան։ Սրտացավության մեկ այլ օրինակ է 10 տարեկան Արփին, որն իր օրվա մի մասն անցկացնում է զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաների հետ։ Օգնում է նրանց աշխատել գիպսով, պատրաստել սնունդ, սովորեցնում է երգել եւ նվագել։ Մայրիկն է ոգեշնչել, քանի որ ժամանակին զբաղվել է կամավորությամբ, իսկ հիմա աշխատում է զարգացման կենտրոնում։ Որ ստեղ մի քանի անգամ եկա, տեսա երեխեքին, իրանց հետ շփվեցի, մամային ասեցի, որ ես էլ կամ ստեղ ու տենց սկսեցի գալ, երեխեքի հետ շփվել, խաղալ, օգնել իրանց։ Որ ստեղ գալիս եմ իրանց օգնում եմ ու տեսնում եմ, որ իրանց մոտ ստացվում է, ես դրանից ինձ շատ լավ եմ զգում ու ուրախանում եմ։ Արփին նկատել է, որ շփվելով զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաների հետ դարձել է ավելի համբերատար։ Սպասում է, որ երեխաներն ինքնուրույն ավարտեն իրենց գործերը եւ միայն անհրաժեշտության դեպքում է օգնում նրանց։ Մեր դասանում էլ կա տենց յուրահատուկ երեխա, ու որ ես ստեղ եկել եմ, իրանց հետ շփվել եմ, ծանոթացել եմ, ընկերացել եմ, ինձ օգնեց, որ ես ավելի հեշտ շփվեմ իր հետ, ու հիմա մենք մտերիմ ընկերներ ենք։ Տարեդարձ է այսօր։ Այսօր ծննդյանս օրն է եւ ես այստեղ եմ։ Նշում եմ իմ ծնունդը տատիկների, պապիկների հետ միասին։ Էլենը 19 տարեկան է, սովորում է ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։ 14 տարեկանից կամավորություն է անում տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիայի ցերեկային կենտրոնում։ Էլենը տարեցների հետ ասեղնագործում է, խաղում է, քննարկում է տարբեր թեմաներ։ Կամավորության մասին իմացել է ընկերուհուց։ Ծնողները քաջալերել են աղջկան ու թույլ տվել զբաղվել այդ գործով։ Ես ինքս ունեմ շատ սիրելի տատիկ, որի իր հետ շփման մեջ մեկ-մեկ լինում են շատ բուռն քննարկումներ եւ խնդիրներ։ Այս կենտրոն հաճախելիս ես շփվելով իր տարիքակից տատիկների եւ պապիկների հետ հասկացա, որ ավելի լուծելի են խնդիրները, որոնք որ ես շատ մեծացրել էի, ավելի հեշտ սկսեցի նրա հետ շփվել, տեսա ինչ որ չափով կյանքը իր տեսանկյունից ու հասկացա, որ ամեն ինչի համար պատճառ կա ու ավելի սիրով ու ջերմությամբ սկսեցի ամեն ինչին վերաբերվել, քան ավելի բացասական։ Էլենը բնավորությամբ զուսպ եւ ամաչկոտ է, բայց շփվելով տատիկ-պապիկների հետ սովորել է ազատ դրսևորել իրեն տարբեր միջավայրերում եւ անկաշկանդ բարձրաձայնել մտքերը։ Տեսնելով տարեցների նվիրվածությունը աշխատանքին եւ այն ընկերությանը, որ ձեռք են բերել կենտրոնում, Էլենը հասկացել է, թե որքան կարեւոր են կյանքում հավատարմությունն ու երախտագիտությունը։ Նախկինում եղել են օրեր, որ ես իմ ծննդյան օրը կրկին անցկացրել եմ այստեղ, քանի որ նրանց ջերմությունից եւ նրանց միջավայրի շնորհիվ վերադառնում եմ մանկություն,
եւ վեր եմ հիշում բոլոր մանկական լավ օրերը եւ ստանում եմ նույնչափ ջերմություն, ինչպես առաջ։ Երեխայից հոգատար ու սրտացավ մարդ ձևավորելու համար պարտադիր չէ, որ ծնողն աշխատի աջակցման կամ զարգացման կենտրոնում, ունենա կամավորության փորձ կամ պարբերաբար մասնակցի հանգանակության։ Հաճախ բավական է միայն այն, որ երեխան չի մեծանում դաժանության եւ անտարբերության մթնոլորտում եւ ունենում է աջակցող, զավակի ցանկություններին ընդառաջ գնացող ծնողներ։ Իսկ հետո պարզապես պետք է լինել երեխայի կողքին եւ համոզվել, որ նա ճիշտ միջավայրում է, այնպիսի մարդկանց հետ, որոնք չեն վնասի նրան։ Այս բարձր նոտայով կարելի էր ավարտել ծնողական ժողովը, բայց կա շատ կարևոր մի կետ, որին պետք է առանձին անդրադառնալ։ Առանց դրա շատ բարդ կլինի օգնել զավակներին չվախենալ սեփական հույզերից, ճանաչել դրանք ու ադեկվատ արտահայտել։ Խոսենք ինքնակառավարման ու ինքնախնամքի մասին։ Ինքնակառավարում եւ ինքնախնամք ասելով իհարկե պետք է հայացքներս կրկին մեզ ուղենք, ինչու է կարևոր, որ ճանաչենք մեր հույզերը եւ կարողանանք ղեկավարել։ Խնդրեմ Զարա։ Եթե մեր գլխում քաոս է, բնականաբար մենք չենք կարող մեր երեխային օգնել։ Ծնողը առաջին հերթին պետք է ինքը ներդաշնակ լինի իր հույզերի մեջ, կարողանա կառավարել իր հույզերը, հետո նոր որպեսզի կարողանա օգնի իր երեխային, կյանքի բազում մարտահրավերներ կան, որպեսզի երեխան կարողանա դուրս գալ եւ նույնպես կարողանա ներդաշնակ լինել իր հույզերի հետ, այսինքն պետք է սկսենք ծնողից։ Կարող ենք ասել, որ եթե ծնողը ունի բարձր էմոցիոնալ ինտելեկտ, զարգացած էմոցիոնալ ինտելեկտ, ապա մեծ է հավանականությունը, որ իր այդ կարողությունը, իր այդ հմտությունը երեխային փոխանցելու է։ Իհարկե, եթե շարունակենք հուզական կառավարումը եւ կետերով հանդերձ փորձենք ամփոփել, առաջին ճանաչել սեփական հույզը, ինքնակառավարել, զգալ ներքին մոտիվացիան որտեղ է, ունենալ էմպաթիկ վարվեցողություն կամ ապրումակցում եւ փափուկ հմտություններ։ Ցավալի է, բայց մեզ չեն սովորեցնում։ Ինչպես խնդիրները վերհանել, ինչպես լինել պատասխանատու մարդ, ինչպես որոշում կայացնել, ինչպես արտահայտել կամ չարտահայտել կամ ունենալ այս իրավիճակները, այնպես որ բարձր հուզական ինտելեկտը նպաստում է առավել լավ արդյունավետ փոխշփմանը եւ մարդու հետ հարաբերությունների արդյունավետ կառուցմանը։ Կարծում եմ մեր ամեն վարմունքը օրինակ է մեր երեխաների համար եւ պետք է այդտեղից սկսենք։ Ես այս պահին ջղայնացած եմ, սպասիր բալես։ Ես հանգիստ լինեմ, նոր խոսենք այդ հարցի շուրջ։ Ինքը դա վերցնում է։ Յուրաքանչյուր մարդ պետք է նաև իր հոբին ունենա, հոբիները շատ օգտակար են, օգնում են, որ մարդիկ հաղթահարեն վատ զգացմունքները։ Ուսուցանի իր երեխային, որ կարող ես, օրինակ, ես բարկացած էի, մի քիչ նկարեցի, անցավ, կամ զրուցեցի ընկերոջս հետ, ընկերուհուս հետ եւ անցավ եւ ինքը այդ ամեն ինչը տեսնում է, զգում է, այդ օրինակը շատ կարեւոր է իմ կարծիքով։ Ես կարծում եմ բոլոր էմոցիաները պետք է ապրել ու երեխան նույնպես պետք է տեսնի, իհարկե ոչ այտենց ինչ-որ տարօրինակ կամ ծայրահեղ բաները, բայց ինքը պետք է տեսնի, որ ծնողները ունեն զգացմունքներ, անկեղծ են ամենակարևորը երեխայի հետ, ոչինչ չեն թաքցնում։ Մենք սովորեցնում ենք երեխաներին գրել, հաշվել, լողալ, ճիշտ վարվել փողի հետ։ Բայց շատ հաճախ մոռանում ենք սովորեցնել ամենակարևորը՝ ինչ անել, երբ ներսում ցավ է, վախ, չարտահայտված բառեր կամ հույզեր, որ չես ճանաչում։ Ունենալ բարձր էմոցիոնալ ինտելեկտ չի նշանակում միշտ ժպտալ, ոչ, նշանակում է հասկանալ ինչ է կատարվում քո մեջ, սովորել ասել ես տխուր եմ, ես զայրացած եմ, ես կարիք ունեմ։ Եվ սա ամենից լավ ստացվում է, երբ երեխան տեսնում է, որ իր ծնողները նույնպես անցնում են այդ ճանապարհը, իրենց թույլ են տալիս զգալ, արտահայտվել, փոխվել։ Միայն այդպես է հնարավոր ձևավորել ողջամիտ, նրբազգաց ու հոգատար մարդ։ Հարգելի ծնողներ, շնորհակալ եմ շատ, որ այսօր ժամանակ գտաք ձեր բազմազբաղ առօրյայում ու միացաք ծնողական ժողովին, միասին կայացրինք այս կարևոր օգտակար քննարկումը։ Սիրելի հեռուստադիտողներ, չմոռանաք մեր հաջորդ հանդիպումը ճիշտ 1 շաբաթից է։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։